լավ է, նորմալ է գնահատվում, սակայն հայտարարությունից 1-2 օր անց երեխա 1 տարեկան երեխա մարմնության է ենթարկվել, մահացավ։ Որտեղից է ձեզ այս տվյալը, որ երեխան լավ վիճակում։ Եթե դուք ճիշտ մեջբերեք իմ խոսքերը, ես չեմ ասել լավ վիճակում, ես կասեմ, որ դրական դինամիկա կար, բայց ցավոք սրտի երեխայի առողջական ցուցանիշներում հետագայում գրանցվեցին ավելի դեպի վարդարացում։ Բժիշկները արել են ամեն ինչ հնարավորինը, բայց ցավոք չհաջողվեց գրկել Իսկ երբ երեխան հոսպիտալացվել է, նրա մարմնի վրա հետքեր կային, որ ես համաբաներ չեմ կարող հասնել։ Դեմքը կապտած էր ասում Ես էին։ նման տեղեկատվություն իրավասու չեմ փոխանցել։ Արդեն քնչական մարմիններում լինեն, որ մասը հարմարքի գտնել, փորձակնությունների արդյունքը արդեն կներկայացնել։ Երեք խոշոր հետևի մեծ հետ Երևանում եւ քաղաքացիները հայտնեց նրանց դուրս բերվել, տուժածներ կամ Ինչպես գիտեք, մենք հնարավորինս արագ տեղեկատվություն տրամադրում ենք, եթե լինի նման տեղեկատվություն, ապա կտեղեկանանք մեր պաշտպանական կայքից։ Տիկին Ավանեսյան վարակների հետ կապված վերջին շրջանում բավականին տարածված է, շատերը մտահոգություն են հայտնում, որ դուք գտնվելով ուրախ ավտոբուսում պասիոնարի վիճակում եք, հա, բոլոր քաղաքացիներում։ Ինչ կարող եք ասել այս բանի շրջանառող շրջական վարակների մասով ունենք բավական հանգստներ, անգամ եթե ունենանք անհանգիստ իրավիճակ, առողջապահության նախարարությունը հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մեր կառույցները աշխատում են, ապահովում են բոլոր հնարավոր գործառույթները։ Տիկին Ավանեսյան, պոլիկլինիկայի աշխատողները, բուժքույրերը բողոքում էին, հա, ցածր աշխատավարձից, ճիշտ է դուք դրան անդրադարձել եք, որ ամսվանից սկսելու են նորմալ աշխատավարձ ստանալ, նախկին աշխատավարձ ստանալու, թե ավելի բարձր։ Արդեն իսկ ստացել են, ինչպես ես նշել էի, մենք փետրվար ամսին ունեինք գրանցումների ոչ ամբողջականություն եւ հնարավորություն տվեցինք մեր բժիշկներին այդ մուտքերը իրականացնել եւ սպասարկված դեպքերի դիմաց արդեն մարտին նրանք ստացել են աշխատավարձները եւ առաջիկայում ես մանրամասն արդեն բացվածքներով թե որ մասնագետները ինչպիսի աշխատավարձի դրական փոփոխություն են ունեցել կներկայացնեն եւ ուրախ եմ որ մեր բժիշկները Գոհ բժիշկները Տիկին Ավանեսյան ես նաեւ ներկայացրել եմ որ մի քանի ուղղություններ ունենք որ այստեղ Արտասնա քիչ է փոխհատուցում հիվանդացության առումով նվազում ունենք եւ այցելուներ չունենք, պացիենտ չունենք եւ սա իհարկե մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչպես պետք է անենք, որ վերապատրաստումների ուղարկենք մեր բժիշկներին եւ նրանց ուղղությունը ցույց մասնագիտական աշխատանքները ընթանում։ Տիկին Ավանեսյան, ամեն դեպքում օրինակ նույն խորհրդատվությունները, մնացած շատ ծառայություններ նախկինում ավելի բարձր էին ուղիղ վճարները կատարվում, հիմա պետությունը շատ ավելի քիչ է փոխհատուցում եւ դա դժգոհություն է առաջացնում նաեւ լաբորատորիաների մասով։ Ես վերջերս առիթ առնչվելու լաբորատորիաների հետ, այսինքն անվճար պետության ապայի շրջանակներում եւ այնտեղ էլ խոսում են, իմացա որ շատ քիչ է, նույնիսկ 50%-ը չի փոխհատուցում։ Տեսեք, շատ քիչ է հարաբերական եւ սուբյեկտիվ կարծիք ունի առողջության ապահովագրության հաշվարկները իրականացվել են իրական ինքնարժեքների վրա եւ ըստ էության ես նորից պիտի նշեմ որ մեր նեղ մասնագետները ովքեր բավարար պացիենտներ ունեցել են այսինքն խոսքը եղել է պացիենտների նրանց մոտ այս ամիս զգացել են թե ինչպես է ավելացել նրանց աշխատավարձը Բայց ծանրաբեռվածությունները ավելացել առանց պացիենտ սպասարկելու ինչպես աշխատավարձը կներեք մարդիկ նախ ձգտում են որ քիչ աշխատեն շատ վաստակեն ոչ թե թամբալություն անեն ոչ թե թամբալություն անեն այսինքն մենք պիտի սովորենք որ եթե աշխատաժամանակն է ապա պիտի մաքսիմալ աշխատենք եւ ես հա բայց ստացվում որ նախկինում ներողություն օրինակ նախկինում 10 պացիենտ են սպասարկում ստանում են օրինակ 500,000 պայմանական հիմա պետք է 30-40 պացիենտ սպասարկեն որը իրենց օրվա աշխատաժամանակի մեջ չի տեղավորվում ոչ ստանում այդքան որևէ մեկը շատ էներգիա են ծախսում այդքան բա աշխատելը այդպես է պետք է էներգիա ծախսես նորմայից ավել բայց տիկին նորմայից ավել հարգելիներս աշխատաժամանակի 46 ժամ օր աշխատել Կբերեք ինձ օրինակ ով է 46 ժամ օրական աշխատել, որովհետև օրը 24 ժամ է։ Շատ լավ, դրա համար մի քիչ կրոտեսկով եմ ասում, որովհետև տեսեք, եթե օրինակ 8 ժամ աշխատում են կամ 10 ժամ աշխատում են, 10-15 պացիենտ են սպասարկում եւ այդ 10 ժամի մեջ տեղավորվում են։ Բոլորը աշխատում են իրենց ժամանակի շրջանակում, եթե ինչ-որ մեկը արտաժամի աշխատանքի անում, ապա դրա վարձատրության բաներն